Ցավը տվեց սարերին, սարերը չտարան, ցավը տվեց մարդուն, մարդը տարավ։ Երբ անհայտ ոգին աշխարհն արարող, որ Աստված կոչվեց դարեր ու դարեր, ստեղծեց երկինք, արև, ծով ու հող, ստեղծեց համայն տիեզերքներ և աշխարհ բերեց բիրթողից մարդուն, բաժանեց բոլոր իր բարիքն անհուն։ Լույսի հրճվանքը տվեց երկնքին, կապույտ ծիծաղը ծովին ծավալեց, ճերմակ ժպիտը սփռեց ձյուներին, վեհության խինդը լեռներին տվեց։ Դաշտերին կանաչ ժպիտը գարնան, դայլայլը տվեց հավք ու հովերին, հողին բերկրանքը տվեց մայրության, սիրո խայթանքը տվեց ամենքին, ու բոլոր վարդերն իր ուրախության շաղ տվեց այսպես նորաստեղծ երկրին։ Պատմություն, որը քչերը գիտեն Շիրազի մասին։ Փոքրիկ Օնիկը, ապակա Հովհաննես Շիրազը, դեռ երեխա էր, երբ կյանքը նրան կանգնեցրեց ամենածանր ընտրության առաջ։ Հայրը չկար, մայրը Աստղիկը, սովի ու անջարության մեջ ստիպված նրան տալիս է որբանոց, սովից փրկելու համար, բայց նա այնտեղ չմնաց, փախավ։ Փախավ դեպի մի աշխարհ, որտեղ տունը փողոցն էր, գիշերները պատահական պատեր, իսկ սովը մշտական ուղեկից։ Ասում են, օրեր են եղել, երբ նա քնել է եկեղեցու բակում, երբեմն ծառերի տակ, երբեմն շան բնում, եւ այդ նույն սովն էլ մի օր նրան կանգնեցրեց մի կնոջ առաջ։ Նա մոտեցավ, փորձեց գողանալ, բայց հաջորդ վայրկյանին հասկացավ՝ դա իր մայրն էր։ Հովհաննես Շիրազը ծնվել է 1915 թվականին ապրիլի 27-ին Գյումրիում։ Մանկությունը ցավոտ, կյանքը կոշտ, բայց ներսում անսահման զգայունություն։ Շիրազի ստեղծագործության մեջ 3 առանցք կար՝ մայր, սեր, հայրենիք։ Մայրը որպես ամբողջ աշխարհ, սերը որպես ցավ, հայրենիքը որպես կարոտ, եւ այդ հայրենիքը նրան համար առաջին հերթին Արարատն էր։ Արարատը նրա մոտ լեռ չէր, այն հայոց հարցն էր։ Շիրազը մտերիմ էր նաև Ավետիք Իսահակյանի հետ, ով ավելի վաղ սերնդից լինելով գնահատում էր նրա տաղանդը։ Իսահակյանի քննարկությունները որոշ չափով ազդեցություն են ունենում Շիրազի վրա։ Ու վիշտը տվեց լեռներին, և հառաչեցին լեռները ցավից, անեծք ժայթքեցին հրաբուխներով, ցավից լանջերին խոցեր բացվեցին, դարձան անդունդներ ու խորանալով այն սեգ լեռների տանջանքը լացին, և արցունքները գետերի փոխված, իբրև լեռների լեզուն փրփրած, խոցված լեռների անեծքն են լալիս։ 27-ին Շիրազի ծննդյան օրն է, Շիրազի մասին կարելի է շատ խոսել։ Շիրազը մեր սովետահայ գարականության սյուներեն մեկն է։ Իրեն գարականությունը շատ մոր մասին է, հուշարձան մայրիկից ժողովածուն ունի շատ վերնոր հայ գարականության մեջ, կարել էսել առաջինն է և կարել էսել վերջինն է, որ ինքը ծնվել է 14 թվին, Գյումրիում է ծնվել, 5 տարեկանում թուրքերը սպանել են իրեն հորը, են գաղթի ժամանակ, որ նոր մեր մոտ էր եղել Ալեքսանդրապոլի մոտ թուրքերը այդ ժամանակ սպանել են հորը, ինքը որբանոցում է մեծ է, սկզբից կոշկագարություն է սորվել, մայրը իրեն գետել է, պահ եղոր ինքը կորել է, հետո որբանոց են տվել, որբանոցում կոշկագարություն է սորվել, բայց հետո մետել է գարականության մեջ իրեն առաջ ժողովածուն, գարնանամուտ ժողովածուն է, ինքը Շիրազ կոչվավ 31 թվին, երբ որ Ատրպետը իրեն բանաստեղծությունները տեսավ և համեմատեց
Իրանի Շիրազ քաղաքի վարդերի բույրի հետ, որ դարձավ Շիրազ այդ ժամանակվանից։ Իրեն գերվածները շատերը շատ դժվարությամբ են սովետական միության մեջ տպագրել, օրինակ բիբլիական պոեմը միշտ փոքր հատվածներով են տպագրել, որովհետև չեն ընդունել իրեն չեն ընդունել, ինքը ինչ որ մի քիչ ազգային էր, բայց ոչ ազգային էր, ինքը համարտկային էր։ Լրիվությամբ 90-ական թվերին նույն, երբ որ արդեն խորհրդային պետությունը քանդվավ, այդ ժամանակ են տպագրել բիբլիականը։ Իրեն գերվածներ են, օրինակ շատ հետաքրքիր է հայոց անունների մասին բանաստեղծությունը շատ լավ գրած է Մարգարիտն ու Փերփուրը բանաստեղծությունը իրեն բանաստեղծություններով շատ գեղեցիկ հայկական երգեր կան։ Մենք գիտենք, որ երգերը ավելի լավ կստացվեն, եթե հեղինակը խոսքերի հեղինակն ալի բանաստեղծ։ Էլի կսեմ ցանկություն որ մեր երիտասարդությունը ավելի մոտիկից ծանոթանա, գիտենա Շիրազի եւ կենսագարությանը եւ ստեղծագործությանը եւ դառնա ավելի հայասեր։ Ինքը մի խոսքը մի ուներ, ինչ որ Նեժդեն է ունեցել Չարենցը, որ հայերու իքը հայ ազգի գլխավոր առաջընթաց ունենալու պայմանների մեկը բեռնսկվելն է եւ իրեն կոչեին ինքը շատ հանճարեղ մարդ էր, հանճարեղ խելակարը այդ ձևի էին ընդունված էր այդ ձևի Շիրազի բնորոշել է որ հանճարեղ խելական նա հանճարեղ մարդ էր այն տունը տուն չէ որ աղմուկ չունի ուր դեռ չի հնչել ծիծաղ մանգան այն տունը սիրտիմ որ մանուկ չունի լեզվակը պոկած զանգի է նմար